Արարատի ձկնաբուծարաններից մեկն առաջիկայում մտադիր է իշխան արտահանել Շվեդիա, հնարավոր է հենց իրենք դառնան առաջին տնտեսվարողը, որ կօգտվի հայկական ձկնամթերքի առաջ Եվրամիության շուկան բացելու պատմական որոշումից։ Նախատեսում են ունենալ նաև ապխտած յուղի ու տոմատի մեջ պահածոյացված արտադրանք։ Այժմ դեռ միայն պաղեցված ու սառեցված ձուկ են երկրից դուրս վաճառքի ուղարկում։ Այս պահի դրությամբ հիմնականում Ռուսաստան, բայց մեր համատեղ ջանքերի շնորհիվ արդեն հույս ունենք, որ կսկսենք Եվրոպա արտահանել, մասնավորապես սկզբնական կարտահանենք Շվեդիա, որովհետև մեր պարտներները Շվեդիայից են ու իրանք շատ հենց մեր պրոյեկտը սկսելու հենց սկզբից իրանք պատրաստ են եղել այդ ձկնամթերքը արտահանեն։ Շվեդներն այստեղ ձկանօրգանական թափոններից կերի արտադրություններ են հիմնելու, որ սննդային մնացորդները չախտոտեն շրջակա միջավայրը, չվնասեն, չկեղտոտեն արագիլներին, ընդգծում է իշխանի աճեցման Հայաստանի հնարավորությամբ տպավորված Ալեքս Ռիսհոլմը։ Այստեղ շատ կարևոր է նայել գին-որակ հարաբերակցությունը։ Իշխանը ձեր մոտ աճեցվում է այնպիսի մաքուր ջրում, որ արժե վճարել շուկայի ուզած գինը։ Եվրոպան, մասնավորապես Շվեդիան, շատ հետաքրքրված է Հայաստանի ձկնամթերքի առաջարկով, ու մենք ուրախ ենք առևտրային հարաբերությունների խոստումնալից առաջընթաց տեսնել։ Հայաստանից Եվրոպա ձուկ ձկնամթերք արտահանելու պաշտոնական թույլտվությունը կա մարտի կեսերից, արտահանող դեռ ոչ։ Ինչ մեխանիզմով պետք է կազմակերպել գործընթացը, ինչ է իրենից ներկայացնում առևտրի վերահսկման ու փորձաքննության TRACES համակարգը, որով աշխատելը պարտադիր է այս դեպքում, ինչպես գրանցվել թղթային սերտիֆիկատից, ինչպես անցնել էլեկտրոնային ու տեխնիկական այլ ինչ պարամետրերի բավարարել։ Առաջիկա 5 օրերին մեր ձկնաբույծներին կսովորեցնեն Իռլանդիայից ու Կիպրոսից ժամանած մասնագետները։ Դասընթացը թույլ կտա ձկնամթերքի արտահանման գործում երկրում լավ ներուժ ձևավորել, հույս հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։ Շուկաների դիվերսիֆիկացումը կառավարության տնտեսական քաղաքականության կարևոր նպատակներից մեկն է եւ Եվրամիությունը աջակցում է այդ գաղափարին, քանի որ հավատում է երկրի պոտենցիալին։ Դիմակայության եւ աճի ծրագրի միջոցով մենք բարձրացնում ենք սննդամթերքի անվտանգության մակարդակը, հնարավորություն տալիս, որ ձկնաբուծական բիզնեսը, առևտրային նոր գործընկերներ, տեղական արտադրողներն ու գյուղական համայնքները բարեկեցություն ունենան։ Վերապատրաստումը ինչպես ձկնաբույծների, այնպես է ՍԱՏՄ տեսուչների համար է։ Երկիրը տարիների մեծ ջանք է ներդրել արտահանման այս հնարավորությունը ստանալու համար, բոլոր արտադրողները պետք է շատ ուշադիր լինեն, որ խուսափենք որևէ թերացումից, հայտարարեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակը։ Հատկապես երբ խոսքը գնում է տասնյակ հազարավոր տոննաների հասնող ձկան եւ ձկնամթերքի մեկ ուղղությամբ արտահանման մասին, եւ հասկանալի է, որ այդ մեկ շուկան կախվածությունը հաճախ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված կարող է տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ ստեղծել, ողջ արտահանման գործընթացին մեծ վնասներ պատճառելով։ Տեխնիկական կանոնակարգերի, հիգիենայի, վերահսկման, փորձաքննության պահանջների մասին դալիճային հանդիպումներից բացի, վերապատրաստման ծրագրով նախատեսված են նաև այցեր Արարատի մարզի արհեստական լճեր ու ձկնամթերքի վերամշակման գործարաններ։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, լուրեր։